Ամբողջ աշխարհը հետևում է, թե ինչպես են Իսրայելն ու Պաղեստինը փոխանակում պատանդներին և կալանավորներին։ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո մենք նույնպես պիտի վերջ տայինք ազգային ամոթի գոնե այդ խնդրին, այնինչ վարչապետի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիևը կրկին հայեր գերեվարեց, իսկ հետո պատանդարեց Արցախի ղեկավարությանը։ Անցել է 2-ից 5 տարի, իսկ մեր հայրենակիցները իրենց ընտանիքների և մեր կողքին չեն։ Թրամփի միջնորդությամբ տեղի ունեցող փոխանակումը ապացուցում է, որ նորմալ բանակցողի դեպքում գոնե Վաշինգտոնյան հանդիպմանը կարելի էր և պետք էր հասնել մեր բոլոր հայրենակիցների վերադարձին։ Փաշինյանը կրկին բացառիկ հնարավորություն է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առջև բարձրացնելու հայ ռազմագերիների ազատման հարցը։ Այնինչ դե ֆակտո վարչապետի համար այդ մարդիկ, այդ ընտանիքները, այդ ճակատագրերը որևէ արժեք չունեն։ Ամոթ է, որ մինչև հիմա մեր տղաների, մեր հայրենակիցների վերադարձի հարցը լուծել չենք կարողացել։